Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Կարապետյան, դուք նոր հիշատակեցիք, այսինքն հարցի մեջ հիշատակվեց իշխանությունների կողմից հրապարակած 280,000 աշխատատեղը եւ որ կասկածում են, բնական է որ պիտի կասկածեն փոքր դիտարկում, որովհետեւ ըստ փորձագիտական իրար տեսական գնահատականների այդ 250-ի լավագույն հաշվարկներով 50-ը 10 թվերից աշխատատեղերի լեգալացումն է։ Եվ կցանկանայի վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակեց 2 օր առաջ հրապարակեց տվյալներ, կրկին գյուղատնտեսության ոլորտում ունենք 5% անկյուն, վերջին 8 տարվա ընթացքում անդադանքում։ Ինչ է արվում, ինչ է պլանավորում գյուղատնտեսական ոլորտում բարելավելու համար եւ իդեպ թեմային մոտիկ, այստեղ գալուց ճիշտ ասած մի փոքր տարակուսեցինք, ինքը գյուղատնտեսական զարգացած շրջան եւ տեքստիլ արդյունաբերություն։ Ավելի նախընտրելի չէր լինի նման գործարանը կառուցել Շիրակում, Գեղարքունիքում, որտեղ աղքատությունը 60-70% է եւ աշխատատեղ չկա։ Եվ մի կարճ քաղաքական հարց։ Այստեղ շատ է խոսում ընդրակաշարքների, ձայնագրությունների մասին, բայց մենք վերջին ընտրություններից տեսել ենք կոնկրետ իշխանական ուժի կողմից ավտոբուսներով ընտրությունների բերելու, պարզ է որ Նիկոլ Փաշինյանի գեղեցիկ աչքերի համար չեն ավտոբուսում հերթ կանգնում, ըստ ողջամիտ կասկածների դա հստակ ընտրակաշարք է եւ կարուսելներ։ Ինչ միջոցներ եք ձեռնարկելու առաջիկա ընտրություններին նման երևույթների դեմ պայքարելու համար։ Շնորհակալություն։ Շատ լավ, հարցը 3 հատ էր։ Ես վերջինից գամ երևի, առաջինը կոչեք հետը։ Առաջինը ուզում եք մի հատ վերջին Գյուղատնտեսությանը, նայեք, մեր կառավարությունը բավական էֆեկտիվ է վերաբերվում գյուղատնտեսությանը։ Մենք ունենք շրջակա միջավայրի նախարարություն, մենք ունենք հարյուրավոր տարբեր պետական կառույցներ, միայն ջրային ոլորտում 3-ից ավելի կառույց ունենք, բայց գյուղատնտեսության նախարարություն չունենք։ 300,000 մարդ կես զբաղվածությամբ, իհարկե սեզոնային զբաղվածությամբ զբաղվում է գյուղատնտեսությամբ, բայց 300,000 մարդու պետությունը մի նախարարական հաստիք չի տրամադրել, որ սպասարկի։ Սա վերաբերվում է այն քաղաքականությանը, որ այս պետության ղեկավարը այսօրվա ինչպես է վերաբերվում իր հայրենակիցներին։ Նաև գյուղերում բնակվող մեր հայրենակիցները պետք է հիշեն, որ իմ կարծիքով, որ գլխավորը իհարկե 2 հատ լավ ռեմոնտ բակերում լավ բան է, բայց ամենագլխավոր բանը, թե իրենց ընտանիքը ինչ բարեկեցության մեջ է։ Իրենք ապրանքը չեն կարողանում նորմալ վաճառել, չկա մթերում նորմալ, առողջ մթերում չկա, գյուղատնտեսության նախարարություն չկա։ Քաղաքականությունը 0-ից համարյա պետք է գրվի եւ կգրվի ու դուք կտեսնեք, որ Հայաստանի գյուղատնտեսությունը ինչ շեշտակի աճ է ապրելու։ Նույնն էլ սփյուռքի հետ աշխատանքների մեջ մենք ունենք խնդիր։ 7 միլիոնանոց սփյուռք ունենք, չունենք մի պատասխանատու նախարար, ով համակարգային կաշխատի, ով պրոֆեսիոնալների բազան կձևավորի։ Ու մեր ուժեղ կողմերը թերագնահատում ենք։ Դրա համար էլ զարգացման այս մեծ հնարավորությունը բաց ենք թողնում։ Մյուս հարցը, որ հիշեցնեք, գործանի տեղը, տեսեք, Հայաստանում բազմաթիվ վայրերում գործազրկությունը համարյա բոլոր տեղերը, բացի մի քանի շրջաններից, որտեղ հանքարդյունաբերություն է, մեծ գործազրկություն կա, այստեղ էլ կար։ Այս տարածքները բոլորը քանդած հին շենքեր էին եւ ավերակներ էին այստեղ։ Եվ ճիշտ քաղաքականության, ճիշտ մոդելի արդյունքում մենք հասել ենք նրան, որ թուրքերին շուկայից մեծ իմասամբ հանել ենք Հայաստանի, արտահանում ենք արաբական երկրներ, հարյուրավոր մեր հայաստանցիների արտաշատի Ոստան գյուղի մեր հայրենակիցներին գործ ենք ապահովել։ Դա նույնը լինելու է Հայաստանի բոլոր շրջաններում, ինչ վերաբերում Գյումրիում կա ծրագիր կտորի գործարանի, պատմականորեն տեքստիլը այնտեղ զարգացած է եղել։ Կտորից հետո կարը կապահովի էժան կարի որակ, որը կլինի Գյումրիի համար այցեքարտերից մեկը, 3 այցեքարտերից մեկը։
մյուսը լինելու է ներքին տուրիզմը, իսկ երրորդը հետագայում կներկայացնենք։ Իշխանությունների կողմից ճնշումը կա, բայց իշխանությունները մի հատ իշխանություն ունենալը մի հատ խնդիր ունի, եւ դու սկսում ես ռեպրեսիաներով զբաղվել, քեզ ճիշտը չեն ասում։ Իրենց ճիշտը չեն ասում մեր ժողովուրդը։ Իրենց ասում են հա, վերջում իրենք կտեսնեն ինչ է լինելու։ Շնորհակալություն, վերջին երկու հարցերը ֆակտոր եւ TVK-ը։ Շնորհակալություն հնարավորության համար, պարոն Կարապետյան, այսպիսի տեղեկություն կա մամուլում, որ կառավարությունը ձեր ընտանիքին հեծի ձեռքբերման համար առաջարկել է 23.3 միլիարդ դրամ, բայց պայմանով, որ ընկերությանը պետք է վերադարձվի վերջին 10 տարիներին ստացված ձեր շահաբաժինները, դա 23 միլիարդ 158 միլիոն դրամ է, եւ եթե այդ պայմանը գնաք, ինչպես ազատությունն է գրում, հեծի արժեքը դառնում է վերջնական 142 միլիոն դրամ, կխնդրեմ ասել, արդյոք կառավարությունից նման առաջարկ ստացել եք, թե ոչ, եթե ստացել եք, ապա ինչպիսին է Կարապետյան ընտանիքի դիրքորոշումը։ Մենք չենք մեկնաբանում այդպիսի ինֆորմացիաներ, որովհետև հիմնական մեր խնդիրը իրապես ասեմ, հեծ կամ ուրիշ կառույցներ մեր համար այս բան երրորդական են, մեր հիմնական խնդիրը մեր հայրենիքում մեծ փոփոխություն բերելն է։ Իսկ թե ինչ ապօրինություններ կուզեն անեն իրենք ինչ ուզում են կարող են հնարել եւ ասել եւ առաջարկել, մենք չենք ուզում դա քննարկել։ Մի բան է ցավալի, որ հետո դժվար է լինելու ներդրողին համոզել, որ երկիրը դզվել է, երկիրը հարգում է անձնական սեփականությունը, եկեք ներդրումներ արեք այստեղ։ Մեր գործը դժվարացնում են իրանք, ապագա կառավարության գործերը դժվարացնում են նրանով, որ ամենամեծ բիզնեսների ունեզրկման փորձերով իրենք ընդհանուր երկրի վարկանիշն են կորցնում։ Եվ մենք փորձելու ենք ինչ որ ձև դա վերականգնել, որ ներդրողը իմանա, որ Հայաստանում ներդրում ես անում, ոչ մեկ քո ունեցվածքին աչք չի դնելու։ Շատ դժվար է լինելու, ոչ մի կուսակցություն չի փորձելու մարդ նշանակել այդտեղ։ Դժվար է լինելու հետ բերել այն, ինչ ցավոք մենք կորցրեցինք այս մարդկանց էմոցիոնալ քայլերի արդյունքում։